Դուք Ղարաբաղի ժողովրդին էլ եք ստրկացրած պահել, ես որ սենց ուղարկում են կան երկրի վարչապետի դեմը խոսան, ինչի Ղարաբաղում կարային մի հատ վարչության պետի տեղակալի դեմը մեկը կանգներ երկու բառ նախադասություն անել, գլխից կկրակեին Ստեփանակերտի կենտրոնում, գլխից կկարակեին։ Դուք հիմա եկել եք ուզում եք Ղարաբաղի ժողովրդի նման Հայաստանի ժողովրդին ստրկացնեք, գլուխներդ պատին եք տվել, հատ, մասկեքներդ հանելու եմ և մտցնելու եմ դեր համապատասխան տեղերը, հատ, Ռոբից սկսած, Ռոբն էլ կար այսօրվանից մասկա հագնի, Սերժն էլ, Կալուգացին էլ, Գագոն էլ, մասկա հագեք, որովհետև դուք երազելու եք Հայաստանից փախնելու հնարավորության մասին, դուք չեք փախնելու, դուք չոքելու եք Հայաստանի ժողովրդի առաջ եւ պատասխան եք տալու Հայաստանը իբր Ղարաբաղի անվան տակ, իբր Ղարաբաղի համար ծախելու համար, Ղարաբաղը դուք են գլխից եք ծախած եղել, ձեզ համար Ղարաբաղի ժողովուրդը պատանդա եղել, Ղարաբաղը պատանդա եղել, որ Հայաստանը այդ ծխած կույտի տակ թալանեք, և մենք այսօր այդ թալանածը հետ ենք բերել և միջև վերջ հետ ենք բերելու, Ռոբիկ, Սերժիկ և մյուսներ, ոնց 90-ականների թվին մի զույգ բոթասով եղել եք, տենց էլ ես ձեզ հասնելու եմ մի զույգ բոթասի մակարդակի, մի զույգ բոթասի մակարդակի։ Եվ էլ եմ ասում, այս մարդիկ որ գալիս են, ես իրանց հանգիստ լսում եմ, եկեք ինչ ուզում եք ասեք, բայց ասեցիք պրծակ, պտիկ կանգնեք, միջև վերջ, լսեք, ես ինչ եմ ասում, որովհետև չի լինի, և այդ բաները հիմա էլ եկել են բան են անում, թուրքով են վախեցնում, ադրբեջանցիով են վախեցնում, այդ վախնա, ժողովուրդ, ուրեմն թուրքերի և ադրբեջանցիների անունով տարածվող այդ վախնա, որ նրան ձեռքում գործիքա մեր ժողովրդին ստրկացնելու։ Մեկ ինձ այսօր եկել են ասում են, դու թուրքամետ ես, դու ադրբեջանամետ ես, ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, ընդ որում, ձեզնից ոչ մեկը իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում չի ունեցել լեգիտիմության այն աստիճան